Տիկին Վարդանյան, ջահերով երթի հետ կապված քննադատություններ են արդեն իսկ հնչում եւ այսպիսի ձևակերպումներ կան, որ ջահերով երթի անվան տակ հավաքված զանգվածին, այդպես է նշում, ցանկանում են օգտագործել անկարգությունների համար։ Երեկվանից այս արշավը ինչով եք բացատրում եւ մեկ հարց էլ տամ, որովհետեւ ես նախորդ падգամավորին չկարողացա հարցով դիմել, նաև իմպիչմենտի գործընթացի մասին է հիմա խոսվում եւ այս առումով պատիվ ունեմ խմբակցությունը կոնկրետ առաջարկով է հանդես գալի, արդյոք այս հարցը քննարկել եք խմբակցությունում թե ոչ եւ ինչ խնդիր կա, որ համաձայնության չեք գալիս այս հարցի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Նախ առաջին հարցի վերաբերյալ ձեր հղումը կատարած կարծեմ իշխանական մամուլի կամ իշխանական համարում ունեցող մամուլից էր տարածումը ու հարց կա ինչ տեղեկություններ են տիրապետում, թող այդ տեղեկություններով գնան դատախազություն։ Մենք այսօր կազմակերպելու ենք ջահերով երթ։ Քայլելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց հետ պայմանավորվածության եկած Հայաստանի իշխանություններին։ Ես հարց ունեմ. ջահերով երթը ինչու է այսպես թիրախավորվում։ Դա մաքուր հիշատակի պահանջատիրության միջոցառում է։ Ո՞րն է իմաստը ջահերով երթի թիրախավորելու ու դրա նկատմամբ հակաքարոզչություն անելու։ Կարող են պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իսկ կարող է դա խոչընդոտում օրինակ են պայմանավորվածությանը, ըստ որի սահմանադրությունից պիտի հեռացվի անկախության հռչակագիրը նախաբանից։ Մենք միշտ այս կոնտեքստում խոսում ենք, այս կետի մասին խոսում ենք այն կոնտեքստում, որ դրա պահանջը Ադրբեջանից, որովհետեւ այնտեղ կա Արցախի ինքնորոշման իրավունքին հղում, բայց մոռանում ենք, որ անկախության հռչակագրում կա նաեւ կետ, որտեղ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է սատար կանգնի միջազգային ճանաչման գործընթացին Հայոց ցեղասպանությամբ։ Դա միշտ խնդիր ա եղել Թուրքիայի համար։ Այսինքն այս պահանջի կատարումը նաեւ Թուրքիայի պահանջն է։ Հիմա այս կոնտեքստում բնականաբար ջահերով երթը պիտի թիրախավորվեր, որովհետեւ հակառակ ուղերձ հղող միջոցառում է։ Ես այս կոնտեքստում եմ տեսնում այդ մեղադրանքները։ Այդ մեղադրանքները եղել են բոլոր ցույցերի ընթացքում, ամեն անգամ այդ մեղադրանքները հասարակությանը վախեցնելու համար տարածում են որևէ մեծ միջոցառումից առաջ։ Դրա պատասխանը հասարակությունը, հանրությունը տալիս է իր մասնակցությամբ, այս անգամ էլ հուսամ անկախ եղանակային պայմաններից այդպես կլինի։ Երկրորդ հարցի վերաբերյալ, եթե այստեղ է արտահայտվել, ճիշտ ասած առաջ չեմ ունեցել լսել պատիվ ունեմի առաջարկը, չգիտեմ ինչ խնդրի եք հղում անում, խնդիր չկա։ Եթե կա իմպիչմենտի առաջարկ, մենք ենք առաջինը հայտարարել իմպիչմենտի մասին 2022-ի օգոստոսին, եթե կա որևէ առաջարկ, բաց ենք, պատրաստ ենք քննարկել, ինչպես այս բոլոր շարժումների ընթացքում բաց եւ պատրաստ ենք եղել։ Մենք էլ տեսնում ենք, այսինքն մենք էլ տեսնում ենք, որ դա իշխանափոխության փուլերից, գործիքներից մեկն է եւ մեր պատկերացմամբ էլ փողոցային շարժման փուլերից մեկն է։ Եթե որևէ առաջարկ կա, ինչպես միշտ, այս ուզում եմ շեշտել, պատրաստ ենք քննարկել։ Բայց այդ հարցը վաղուց է հնչում։ Հերմինե ջան, վերջում կտակ հարցը։ Հարցը արդյոք չեք քննարկել երբևէ խմբակցությունում։ Անկեղծ ասած, ես պատիվ ունեմից առաջարկին տեղյակ չեմ, անկեղծ, եթե պատիվ ունեմ խմբակցությունից առաջարկ է անցել, ես ուղղակի տեղյակ չեմ։ Հայտարարություն է։ Տեղյակ չեմ, այդ հղում անեք կարդակ, Սիրիկ եմ ձեր հարցը։